վերջին տվյալներով, ընդհանրապես ինչ ուղիղ եթերում ենք Ժողջան։ Ինչ իրավիճակ ունենք արձանագրված, արդյոք դժոխք քաղաքացիներ կան ու հրդեհի ինչի պատճառով է բռնկվել։ 11:08-ին է եղել ահազանգը, որ նշված առևտրի կենտրոնի սննդի կետում է բռնկվել հրդեհ, անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ, բիս 1 կանչով, այս պահին հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, այս պահին աշխատում են այստեղ հրդեհաշիժման աշխատանքների ներգրաված են 14 մարտական հաշվարկ, հրդեհաշիժման աշխատանքները ինչպես տեսակ ղեկավարում է փրկարար ծառայության տնօրենը, այդ պահին քաղաքացիները տարհանվել են, մինչ հրշեջ փրկարարների ժամանելը արդեն սկսել է տարհանումը եւ այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ տուժածների վերաբերյալ դեռ տեղեկություններ չունեն։ Նաև քաղաքացի բերման ենթարկվեց ինչ հիմքով։ Բերման ենթարկելու հետ կապված ես հավելյալ ձեզ տեղեկություն կտրամադրեմ։ Պարոն Սարգսյան, KFC-ում է հրդեհ։ Նախնական տվյալներով ըստ ահազանգի հրդեհը բռնկվել է սննդի կետում։ Պատճառների մասին դեռ շատ բան է ասել, այն հրդեհաշիժման աշխատանքները շարունակվում են, ես այստեղ եմ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրեմ։ Ունենք, որ փրկարարներից 2 հոգի իրենց լավ չէին զգում, այստեղ շտապությունից օգնություն է ստացել շարունակել։ Էլի կան Ծխահարության հետևանքով նախնականով 2 հոգի էին, այո, բայց ընթացքում էլ եմ ասում կտրամադրենք տեղեկատվություն։ 2 փրկարար ծխահարվել են, հա։ Ծխահարության հետևանքով առաջին օգնություն է ստացել։ Փրկարարները։ Այո։ Շնորհակալություն։